Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 7-ն է, սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է, ավանդաբար սկսում ենք Հայաստանին վերաբերվող լուրերից և հետո անցնելու ենք միջազգային կարևոր լուրերին և ուզում եմ անդրադառնալ մեկ կարևոր հարցի, միջայլոց դա նաև ես տեսա մեկնաբանությունների մեջ, ինչը նաև ճիշտ էր և մենք բաց էինք թողել դա, ուզում եմ անդրադառնալ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը որ նա արել է Թուրքիայում, Իգդիր Նախիջևան գազատարի բացումից հետո Էրդողանի հետ հանդիպման ժամանակ եւ փաստացի ինքը կրկին հնչեցրել է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ հստակ խեղաթյուրելով պատմությունը, թե իբր Սյունիքը Զանգեզուր ասելով իբր Զանգեզուրը նվիրել է Ռուսաստանը Հայաստանին, դա ճիշտ ասած լրիվությամբ գլխի վայր շուռ տալ է պատմությունը, քանի որ մենք գիտենք, որ Կուրեչկինի 11-րդ կարմիր բանակը Ադրբեջանից փորձում էր գրավել Սյունիքը եւ դրան դեմ դուրս եկավ Գարեգին Նժդեն։ Ես սա չեմ հոգնի ասելու, քանի որ սա է պատմական ճշմարտությունը, դրա պատճառով է որ նաեւ Գարեգին Նժդեին չի սիրում Ռուսաստանի Դաշնությունը, չէր սիրում Սովետական Միությունը, դրա համար էր նրան նստացրել, քանի որ Գարեգին Նժդեհը համարձակվել էր զենքով պաշտպանել իր հայրենիքը սովետական բանակից, Կուրեչկինի 11-րդ կարմիր բանակից, որը որ Ադրբեջանի կողմից փորձում էր գրավել Սյունիքը, որպեսզի Սյունիքը հանձնեին Ադրբեջան։ Սա է իրականությունը, ինչը չէր հաջողվել Կուրեչկինի 11-րդ բանակին, տասնյակ հազարավոր զինվորականներ ռուսական բանակի, խորհրդային բանակի ջախջախվել էին Գարեգին Նժդեհի կողմից, չնայած որ նրան Երևանից էլ տարբեր ուժեր, իշխանությունները այդ ժամանակի Հայաստանի հորդորում էին հանձնել Սյունիքը, Գարեգին Նժդեն չհանձնեց Սյունիքը, սա ուղղակի պատմական նաև փոքրիկ ակնարկ է, պետք է նաև մեկ-մեկ անդրադառնանք պատմությանը, եւ Գարեգին Նժդեն վերջում հասավ նրան, որ Սյունիքը ճանաչեցին խորհրդային Հայաստանի անբաժան մաս, ինչքան խորը իմաստություն ուներ Գարեգին Նժդեհը։ Չէ՞ ինքը դեմ էր Սովետական Միությանը, բայց նույն ժամանակ հասկանում էր, որ դժվար է լինելու պահել Սյունիքը եւ ինքը որոշում կայացրեց, որ ինքը պատրաստ է հանձնելու Սյունիքը, բայց խորհրդային Հայաստանին եւ ինքը չպետք է անջատվի Հայաստանից եւ ինչպես որ առաջին հանրապետության կազմի մեջ է եղել Սյունիքը, այն պետք է մնա Հայաստանի, խորհրդային Հայաստանի մաս, ու այդպես էլ եղավ, փաստացի Գարեգին Նժդեն նոր հանձնեց Սյունիքը խորհրդային զորքերին եւ հեռացավ, ինչի համար նաեւ նրան դաշնակցությունը դատում էր, որ դուք հանձնեցիք Սյունիքը, քանի որ Սյունիքում հնարավորություն կար ստեղծելու անկախ հայկական պետություն, բայց Գարեգին Նժդեհը շատ լավ հասկանում էր, որ չէր ստացվի նման բան, անհնար էր Սյունիքում ստեղծել անկախ հայկական պետություն, առանձին պետություն, քանի որ արդեն Հայաստանը խորհրդայնացվել էր եւ շատ ավելի ճիշտ էր, որպեսզի խորհրդային Հայաստանի մաս կազմեր Սյունիքը, ինչպես որ մաս էր կազմում առաջին հանրապետությանը։ Ես սա հատուկ շեշտում եմ, քանի որ սա է պատմական ճշմարտությունը։ Եթե մենք գանք արդեն մեր օրեր, փաստացի Իլհամ Ալիևը աղավաղում է պատմությունը եւ ուզում է, որ Սյունիքը փաստացի նաեւ բռնագրավեն, սա իր ծրագրի հայտարարությունն է եւ պատահական չէ, որ այդ գաղափարները նա հնչեցնում է Էրդողանի կողքին, հեչ պատահական չէ։ Նաև մեկնաբանություններ կային, որ ես երբ որ խոսում էի Թուրքիայի եվրոպական Թուրքիայի մասով, որ Թուրքիան դառնա Եվրոպայի անդամ, գրում էին, թե Թուրքիային պետք չէ վստահել։ Իսկ ով է ասում, որ Թուրքիային ընդհանրապես պետք է վստահել։ Ես այստեղ չեմ խոսում վստահության մասին, ուրիշ բանի մասին էի խոսում, երբ որ ասում էի, որ լավ կլինի, որ Թուրքիան մոտ լինի Եվրոպային։ Իրոք լավ կլինի, որ մոտ լինի Թուրքիան Եվրոպային եւ Թուրքիան էլ մոտ լինելով Եվրոպային ստիպված է լինելու նաև ինչ-որ միտեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը գոնե թե այս փուլում հրաժարվի Սյունիքի մասով իր ծրագրերից։ Եվ քանի որ Իլհամ Ալիևը այդ ծրագրերը հնչեցնում է, աղավաղելով իրականությունը, մենք պետք է արդեն 100%-ով համոզված լինենք, որ Ադրբեջանը հստակ տարածքային նկատումներ ունի Հայաստանի նկատմամբ եւ Սյունիքի նկատմամբ։ Ես չեմ ասում, որ վաղը կամ մյուս օրը կարող է
պատերազմ սկսվել Հայաստանի նկատմամբ, բայց այդ հայտարարություններից հստակ մենք կարող ենք ենթադրել, որ նման ծրագիր արդեն կա Իլհամ Ալիևի գլխում եւ նա ուղղակի հարմար պահի է սպասում։ Այս դրությամբ այդ հարմար պահը նրա համար չկա, բայց իսկ ասեմ, թե ինչ գործողություններ են նրանք անում, որպեսզի այդ հարմար պահը այնուամենայնիվ նրանց համար առաջանա։ Այսօր նաև տեղեկություն կար այն մասին, որ Իսրայելի վարչապետի գրասենյակի միջայլոց համաձայն Ադրբեջանի իշխանությունները բանակցել են Իսրայելի հետ, որպեսզի Իսրայելը նպաստի Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացմանը։ Պատահական չէ, որ Իլհամ Ալիևը այդքան ոգևորված է Դոնալդ Թրամփի ընտրությունով եւ հիմա փաստացի Իսրայելի միջոցով ուզում են մերձենալ Դոնալդ Թրամփին, ինչ որ գործարքներ կնքել Դոնալդ Թրամփի հետ, եթե դա իրենց մոտ ստացվի իհարկե, չեմ կարող ասել կստացվի թե չէ, բայց հիմնականում իրենք այդ մասով աշխատում են կոնկրետ Իսրայելի հետ, որպեսզի Իսրայելն էլ աշխատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Կարծում եմ այն ինչի մասին ես հիմա խոսում եմ, շատ լավ գիտեն Հայաստանի իշխանությունները, շատ լավ գիտեն մեր հայկական տարբեր կառույցներ, Սփյուռքում լոբիստական կազմակերպությունները, եւ շատ կարեւոր է, որ մենք եւս շատ լուրջ աշխատանք տանենք Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, այսինքն Ալիևի իշխանությունը շատ լավ հասկանում է, թե որոնք են Դոնալդ Թրամփի նախասիրությունները, ինչ կարող է տեղի ունենա, ընդհանրապես նաև Իրանի հետ, եւ դա է պատճառը, որ այդպիսի ակտիվություն կա ադրբեջանական կողմի մոտ, բայց ես համոզված եմ, որ եթե մենք ճիշտ աշխատենք, այդ վտանգները մենք կկարողանանք անպայման չեզոք հասնել։ Ես այսօր լսում էի նաև Ռուբեն Վարդանյանի կոչը, որը որ հեռախոսի միջոցով, իր ընտանիքի միջոցով փոխանցվել է եւ արդեն հանրությանը համար հասանելի է, բավականին բարդ էր ինձ լսել Ռուբեն Վարդանյանի կոչը, հաշվի առնելով այն, որ ամեն դեպքում, չնայած որ մենք միանշանակ տարբեր քաղաքական հայացքներ ունենք, բայց ցավալի է հայ մարդուն տեսնել Բաքվի բանտում, ուրախացնում է, որ նա հոգեպես չի ճնշվել, կան նաև ադրբեջանցիների մեջ որոշ մարդիկ, ովքեր որ կողքի դնելով այդ թշնամանքը ինչ որ չափով նաև մարդկային են վերաբերվում նրա նկատմամբ, այդ կոչից մենք նաև դա լսեցինք, այսինքն դժվար է այս թեմայով խոսել, անկեղծ շատ դժվար է խոսել, եւ կրկնեմ, չնայած որ ես այլ քաղաքական հայացքներ ունեմ, բայց նույն ժամանակ շատ դժվար է տեսնել հայ մարդում եւ հայ մարդկանց բանտերում, Բաքվի բանտերում։ Եվ դա է պատճառը, որ իմ խնդրանքս ամբողջ մեր լսարանին, մենք պետք է միշտ օգնենք, եթե ունենք հնարավորություն օգնելու յուրաքանչյուր մեկին, ով հայտնվում է այդպիսի դժվար իրավիճակում, իսկ եթե չենք կարող օգնել, այս պարագայում դժվար թե մենք կարողանանք օգնել, գոնե չպետք է չարախոսենք, պետք է գտնվենք մարդ, մենք ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, ամեն ինչ շատ լավ գիտենք, ամեն ինչ նույնն է քաղաքականության մասով, թե որտեղից եկավ Ռուբեն Վարդանյանը եւ այլն, նրա քաղաքական պատկերացումներից էլ քաչատեղյակ ենք, բայց հստակ կրկին ու կրկին պետք է նշեմ, երբ որ հայ մարդը գտնվում է բանտում, Բաքվի բանտում, այն էլ Բաքվի բանտում, մենք չպետք է չարախոսենք նրանց հետևից։ Ամեն դեպքում դա մեր ազգին, մեր ժողովրդին 5000 տարի պատմություն ունեցող քաղաքակրթություն ունեցող 5000 տարվա ազգին եւ ժողովրդին դա վայել չէ։ Այսքանը այս մասով նաեւ ես կրկին չեմ ցանկանա ավելի մանրամասն անդրադառնալ այս թեմային, քանի որ պատկերացնում եմ, որ ամեն մի սխալ խոսքի պատճառով միայն ու միայն կարող է իրենց վիճակը ավելի վատ թարանալ։ Այսօր Ռուսաստանի փոխարտգործ նախարար Ալեքսանդր Պանկինը Հայաստանի մասով հայտարարություն է արել, որը որ վերաբերվում էր Հայաստանին եւ Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցությանը, այն որ Հայաստանը դիմում չի ներկայացրել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով պարզ է։ Նա նաև ասել է, որ Հայաստանը, եթե իր անդամավճարները չվճարի, ապա ՀԱՊԿ երկրները մինչև տարեվերջ արդեն ինչ-որ միջոցներ, որոշումներ կկայացնեն Հայաստանի վերաբերյալ, բայց այդ որոշումները չեն կարող վերաբերվել Հայաստանին դուրս հանելուն թե ինչ որոշումներ, ինչ պատժամիջոցներ են կիրառելու Հայաստանի նկատմամբ, ճիշտ ասած դժվար է ասելը, բայց ես կարծում եմ, որ
արդեն մոտենում է կամաց-կամաց ժամանակը, երբ որ Հայաստանը պետք է այդ համարձակ քայլին դիմի եւ դուրս գա հապկից։ Տեսնենք հիմա թե ինչպես կզարգանան իրադարձությունները Եվրոպայում, ես կարծում եմ, որ շատ լավ եւ ճիշտ հարմար պահ է ստեղծվելու հապկից դուրս գալու եւ նույն ժամանակ եվրոպական երկրների հետ մեր համատանգային հարաբերությունները խորացնելու առումով։ Հիմա անցնենք արդեն միջազգային հարցերին։ Բավականին լարված իրավիճակ է Սիրիայում, երևի դուք արդեն լսել եք այդ մասին, քանի որ ալավիները գլուխ են բարձրացրել, նրանց իրավիճակը բավականին բարդ էր Սիրիայում նոր իշխանությունների պայմաններում, քանի որ Բաշար Ասադը ալավի էր եւ դրանից հետո նրանք, այսինքն այս հեղափոխություն ասեմ, իշխանափոխություն ասեմ, իշխանությունը գրավել ասեմ, դրանից հետո, այսինքն նրանց վիճակը բավականին բարդացել էր եւ փաստացի տարբեր գեներալներ եւ սպաներ ապստամբություն են բարձրացրել Սիրիայի արևմուտքում ու բավականին լարված մարտական գործողություններ են։ Նրանց հաջողվել էր նաև գրավել կարևոր բարձրում, ինչպես նաև կարևոր ճանապարհ։ Այդ ամենը տեղի ունենում Լաթակիայում եւ Տարտուսում։ Նույնիսկ նրանց հաջողվել էր նավահանգիստ այդտեղ գրավել։ Ժողովուրդն էլ ռուսական ռազմաբազայի մոտ հավաքվել էր, փաստացի կոչեր անում ռուսներին պաշտպանել խաղաղ բնակչությանը։ Դա դժվար իրավիճակ է, նաև կարծում եմ տեղեկություն կար այն մասին, որ հայկական թաղամասերում եւս լարված իրավիճակ է, ռազմական գործողություններ, կոմենդանտի ժամ է արդեն սահմանվել, այսինքն Սիրիայի իշխանությունները զորքեր են ուղարկում այդ շրջան, որպեսզի ճնշեն այդ ապստամբությունը։ Նաև Թուրքիան է զորք հիմա մտցնում այդ շրջաններում, հատկապես Իդլիբի եւ Հալեպի ուղղությամբ Թուրքիան զորք է ուղարկել, որպեսզի այնտեղ եւս խառնաշփոթ տեղի չունենա։ Այսինքն լարված իրավիճակ է կարճ ասած Սիրիայում, ռազմական բախումներ, ռազմական գործողություններ եւ ալավիները հիմա գլուխ են բարձրացել, քանի որ իրենց վիճակը բավականին բարդ է։ Նաև շատ դաժան կադրեր եւս կան, որոնք որ տարածում են սոցիալական ցանցերում, որոնք որ տարածվում են Telegram-յան ալիքներով։ Մենք նաև խոսում ենք այն մասին, որ Սիրիայում դժվար թե խաղաղություն լինի եւ այս իշխանափոխությունից հետո հələ մենք կտեսնենք բավականին լուրջ լարվածություններ Սիրիայում եւ փաստացի այստեղ եւս մենք ճիշտ էինք եւ այդտեղ մեծ հաշվով շատ վերլուծելու բան էլ չկար, քանի որ յուրաքանչյուր մեկը կհասկանար, որ ամեն դեպքում Սիրիայում լարվածությունը չի կարող ամբողջությամբ զրոյացվել եւ անպայման այնտեղ լինելու են լարվածության օջախներ, նաև քրդերի հետ կարող են լինել լարվածության օջախներ, նաև մենք տեսնում ենք, որ հաճախ Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում, հատկապես օդից հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքում տարբեր ռազմական օբյեկտների եւ պահեստների, մի խոսքով ամեն ինչ բավականին բարդ է Սիրիայում։ Ուկրաինայի մասով եւս կան հետաքրքիր տեղեկություններ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերն է հայտարարություն արել, որ եթե բրիտանական զորքերը խնդիրներ ունենան Ուկրաինայում եւ ռուսները կրակեն զինվորականների ուղղությամբ, այսինքն հələ չեն էլ տեղակայվել այդ զինվորականները փաստացի, բայց նման խոսակցություններ կա, նրա խոսքով Ամերիկայի Միացյալ Նահանգները կաջակցեն Մեծ Բրիտանիային։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի 5-րդ կետին, որ եթե ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա հարձակում տեղի ունենա, դա կհամարվի հարձակում ամբողջ ՆԱՏՕ-ի վրա։ Մակրոնը եւս հայտարարություն է արել այսօր Ուկրաինայի մասով, քիչ առաջ է եղել այդ հայտարարությունը եւ նա ասում է, որ ինքը շատ լավ է ճանաչում Վլադիմիր Պուտինին։ Վլադիմիր Պուտինը կարող է խախտել յուրաքանչյուր պայմանավորվածություն Ուկրաինայի շուրջ, մեկ անգամ չէ որ նա դա արել է, եւ նա ասում է, որ ինքը կխոսի Վլադիմիր Պուտինի հետ, բայց դա տեղի կունենա այն բանից հետո, երբ որ արդեն Ուկրաինան եւ Ֆրանսիան պայմանավորվեն այդ հարցի շուրջ, երբ որ ինքը քննարկի, այսինքն Զելենսկիի հետ Մակրոնը եւ նրանք համարեն, որ այդպիսի հեռախոսազրույց պետք է տեղի ունենա, այդ ժամանակ Մակրոնը կփորձի կապվել Վլադիմիր Պուտինի հետ։ Պեսկովն էլ փաստացի անդրադարձել է Մակրոնի կոչին եւ Եվրոպայի ռազմականացման գաղափարին, նշելով, որ Ռուսաստանը պատասխան գործողությունների է դիմելու, եթե այդ ամենը տեղի ունենա եւ Եվրոպան ռազմականացվի։ Միջայլոց կար տեղեկություն, որ արդեն հաստատվել է այդ 800 միլիարդ եվրոյի
բյուջեն, ռազմական բյուջեն Եվրոպայի համար եւ հիմա արդեն այդ բյուջեի շուրջ սկսելու են կոնկրետ աշխատանքները, բայց կան նաև կասկածներ եւ տարբեր տեղեկություններ, որ Եվրոպային բավականին լուրջ ժամանակ է պահանջվելու, մոտ 5 տարի, որպեսզի Եվրոպան կարողանա ամրացնել իր զինված ուժերը, քանի որ տասնյակ տարիներով գրեթե ոչինչ չէր արվել, այդ հատվածը Եվրոպայում գրեթե գոյություն չունի, այսինքն զենք արտադրելու ընկերությունները շատ թույլ եւ վատ վիճակում են, համապատասխան ենթակառուցված չկա, մասնագետներն են շատ քիչ, այսինքն գրեթե զերոյից Եվրոպան պետք է սկսի այդ ամենը իրականացնել եւ որ հասնեն արդեն լուրջ լավ ինչ որ արդյունքների, նրանց կպահանջվի մոտ 5 տարի։ Այսօր նաև հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի մասով, Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասով հատուկ բանագնացը Թրամփի Քիթ Քելոգը, նա ասել է, որ քանի որ իզոլյացիայի ծրագիրը արդեն էֆեկտիվ չէ Ռուսաստանի նկատմամբ, դա է պատճառը, որ Վաշինգտոնը այլ միջոցների հիմա փորձում դիմել եւ փորձում են վերալիցքավորել այդ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, վերագործարկել այդ հարաբերությունները եւ նա ասում է, որ բանակցություններից հրաժարվելը դա կրիտիկական սխալ է եւ բանակցել պետք է ինչպես հակառակորդների հետ, այնպես էլ բարեկամների հետ։ Նա նաեւ ասել է, որ հետախուզական տվյալների փոխանցումից հրաժարվում է Ուկրաինային, դա մեծ աջակցություն է ինչ-որ միտեղ Ռուսաստանին, որպեսզի նրանք չունենան հնարավորություն պարտության մատնել ռուսական բանակին։ Այսպիսի հայտարարություն էլ կա փաստացի իր մոտ եւ ուզում է ասել, որ Ռուսաստանը պետք է գնահատի այդ արարքը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց շարունակելով միտքը նա ասում է, որ եթե գործարքը կնքվի Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ այդ հազվագյուտ մետաղների եւ միներալների մասով է, ապա հնարավոր է ռազմական մատակարարումները վերսկսվեն, այսինքն ամեն ինչ կամաց կարգի գա ամերիկա-ուկրաինական հարաբերությունների մեջ։ Նա ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը ճնշում է գործադրում թե Ուկրաինայի վրա եւ թե Ռուսաստանի վրա, որպեսզի հաստատվի խաղաղություն։ Բայց նա նաեւ հիշել է այն, որ Զելենսկին հրաժարվել էր լքել Կիևը, երբ որ սկսվավ պատերազմը, ասելով, որ ինձ ոչ թե տաքսի է պետք, որ ինձ հեռացնեք Կիևից, այլ պետք է կոնկրետ աջակցություն, պետք է ռումբեր եւ այլն եւ այլն։ Այսինքն ինքը ասում է, որ ինքը կրկին հիացած է Զելենսկիով եւ Զելենսկին այն մարդն է, ում հետ կարելի է խմել գարեջուր, նման այդ արտահայտություններ եւս եղել են Քիթ Քելոգի հայտարարության մեջ։ Տրամփը նաեւ քիչ առաջ հայտարարություն է արել, որը որ հիմնականում վերաբերվում է Ռուսաստանին եւ ասում է, որ ելնելով այն իրավիճակից, որ Ռուսաստանը հենց հիմա փաստացի օգտվում է առիթից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն փոխանակում Ուկրաինայի հետ հետախուզական տվյալներով, հարվածներ է հասցնում Ուկրաինայում, նա արդեն վճռական դիտարկում է այն գաղափարը, որ նոր պատժամիջոցներ շատ լուրջ պատժամիջոցներ սահմանվեն Ռուսաստանի բանկային համակարգի նկատմամբ, այլ համակարգերի նկատմամբ, ինչպես նաեւ մաքսատուրքեր սահմանել, մտադիր է մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Եվ դա տեղի կունենա մինչև այն ժամանակ, քանի որ չի հաստատվել խաղաղություն հրադադար Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Նա նաեւ դիմել է Ռուսաստանին եւ Ուկրաինային, ասելով, որ ես դիմում եմ Ռուսաստանին եւ Ուկրաինային, նստեք բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ուշ չէ։ Սպառնալից ոճով, փաստացի սպառնալից ոճով նա արդեն հայտարարություն է արել Ռուսաստանի մասով։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Պուտինի, Պեսկովի, Լավրովի հայտարարությունները հնարավոր է նաև նրանք ներքին շփումներ են ունեցել ռուսական կողմի հետ, արդեն ինչ արդյունքներ չեն տվել եւ արդեն Դոնալդ Թրամփը այդպիսի հայտարարություններ է անում եւ այսօր հաստատի այդպիսի հայտարարությունների օրեր Դոնալդ Թրամփի մոտ, որտեղ որ նա սպառնում էր Ռուսաստանին պատժամիջոցներով։ Մենք հիշում ենք մոտ 1 ամիս առաջ նա սպառնում էր Ռուսաստանին պատժամիջոցներով, նավթի գների նվազեցումով, նավթի արտահանումով, նավթով հեղեղելով ամբողջ աշխարհը, որպեսզի դա մեծ հարված լինի Ռուսաստանի տնտեսությանը եւ այլն եւ հիմա հաստատի Թրամփը կրկին որոշել է սպառնալ նոր պատժամիջոցներով, հզոր պատժամիջոցներով Ռուսաստանին։ Հետաքրքիր հայտարարություն է այսօր արել նաեւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Նա ասել է, որ Լեհաստանը պետք է ձգտի ունենալ ատոմային զենք, որպեսզի
Լեհաստանում տեղակայվի ատոմային եւ ոչ միայն ատոմային զենք, եւ ինքը պատրաստ է մասնակցել Մակրոնի նախաձեռնությանը, այսինքն Լեհաստանը փաստացի պատրաստ է իր մոտ տեղակայել ֆրանսիական ատոմային զենք, փաստացի դա է դուրս գալիս այս հայտարարությունից։ Նաեւ տեղեկություններ կան, որ Թրամփի եւ Թրուդոյի միջև, Կանադայի վարչապետ Թրուդոյի միջև շատ լուրջ հեռախոսազրույց է տեղի ունեցել, բավականին լարված հեռախոսազրույց, նույնիսկ այդ հեռախոսազրույցի ընթացքում օգտագործվել է ոչ նորմալ բառապաշար։ Պարզ է, ես կարծում եմ, որ լուրջ վիճել են հեռախոսով Դոնալդ Թրամփը եւ Թրուդոն, մոտավորապես երևի թե այնպիսի վեճ է եղել, ինչպիսին որ տեղի էր ունենում Զելենսկի եւ Դոնալդ Թրամփի միջև Սպիտակ տանը, չնայած որ այս պահի դրությամբ մանրամասներ չկա այդ վեճից, բայց այս հաղորդագրությունից, որը մենք ստանում ենք, փաստացի այդ դուրս է գալիս այնպես, որ Թրամփի եւ Թրուդոյի միջև բավականին լուրջ վեճ է տեղի ունեցել, աննորմալ լեքսիկոնով, աննորմալ բառապաշարով վեճ, որը որ վերաբերվել է հիմնականում 25%-անոց այդ մաքսատուրքերին։ Նաև քիչ առաջ հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին, նա ուզում է կարգավորել հարաբերությունները այդ ատոմային ծրագրի շուրջ, այսինքն կարգավորել այս ստեղծված իրավիճակը Իրանի հետ, եւ այդ նամակի մեջ ինքը առաջարկում է Հոմեյնիին անցկացնել բանակցություններ։ Այդ նամակում ասված է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նախընտրում են գործարք կնքել Իրանի հետ, քան թե դիմել այլ միջոցների։ Պարզ է, թե որ միջոցների մասին է խոսքը։ Նաև ռուսական կողմը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպանի հետ, Ռուսաստանի կարծես փոխարտգործնախարարը, եւ հիմնականում քննարկման թեման դա է եղել։ Ես նախկինում էլ ասում եի, որ Ռուսաստանը հիմա փորձում է օգնել Ամերիկայի Միացյալ Նահանգներին կապ ստեղծել իրանական կողմի հետ եւ փորձեն միասին ջանքերով կարգավորել Իրանի այդ ատոմային ծրագիրը։ Թրամփը ասում է, որ Իրանը ամեն դեպքում չպետք է ստանա ատոմային զենք։ Սիրիայից բացի էլի հանգիստ չէ Մերձավոր Արևելքում, նույնն է նաեւ Իսրայելում եւ Գազայում, եւ Համաս շարժումը փաստացի Դոնալդ Թրամփի սպառնալիքներին եւ կոչերին, նույնիսկ հակառակ սպառնալիքներն է հնչեցրել եւ ասում են, որ նույնիսկ կարող է գնան այնպիսի միջոցների, որով որ Համասը որոշում կայացնի սպանել բոլոր գերիներին։ Այս պայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե բաժանորդագրված չեք մեր ալեքին, միշտ էլ մեր հաղորդումների կեսը մոտավորապես դիտում են մեզ առանց բաժանորդագրվելու, անպայման բաժանորդագրվեք, դա լավ է առաջին հերթին ձեզ համար, մեր ալիքը բավականին ակտիվ ձևով զարգանում է եւ ձեզ համար դա շատ կարեւոր է, որպեսզի դուք բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն, կհանդիպենք։